Բարև Արտակ։ Ողջույն Աննա, այսօր մենք կսովորենք ինչպես է պետք ողջունել հոգևորականներին։ Արի սովորենք։ Ինչպես ողջունել սարկավագին։ Սարկավագին ողջունում են հետևյալ կերպ. ողջույն, օրինակի համար Արտակ, սարկավագ։ Ինչպես ողջունել քահանային։ Քահանաներին ինչպես եւ ողջունում ենք, այնպես էլ հրաժեշտ ենք տալիս, ասելով օրհնեցեք Տեր Հայր, նրանցից հայցելով Աստծո օրհնությունը։ Ինչպես ողջունել աբեղաներին եւ վարդապետներին։ Աբեղաններին եւ վարդապետներին, քանի որ նրանք կուսակրոն հոգևորականներ են, ողջունում ենք եւ հրաժեշտ ենք տալիս, ասելով Աստված օգնական Հայր Սուրբ, նրանց համար հայցելով Աստծո օգնությունը։ Ինչպես են ողջունում եպիսկոպոսներին։ Եպիսկոպոսներին ողջունում ենք եւ հրաժեշտ ենք տալիս, ասելով Աստված օգնական Սրբազան Հայր, բայց քանի որ մեր եկեղեցում մենք ունենք պատրիարքներ, նրանք եւս հանդիսանում են եպիսկոպոսներ, նրանց պետք է ողջունել եւ հրաժեշտ տալ, ասելով Աստված օգնական Պատրիարք Հայր։ Ինչպես ողջունել վեհափառ հայրապետին։ Վեհափառ հայրապետին ինչպես եւ ողջունում ենք, այնպես էլ հրաժեշտ ենք տալիս, ասելով Աստված օգնական վեհափառ Տեր կամ օրհնեցեք վեհափառ Տեր։ Շնորհակալություն Արտակ Սարգսյան։ Խնդրեմ Աննա, ցտեսություն։